Ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմուղեղով զրույցն ենք սկսում, իսկ մեր տաղավարումը Էդգար Առաքելյանը քաղաքագետ, բարև ձեզ պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, առաջին անգամ եք մեր տաղավարում, բարի գալուստներ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ինչպես ասում են, ոտքս խերով։ Շնորհակալ ենք շատ։ Երևի թե արժի սկսել ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից, որը Facebook-ում այսօր արդեն տեսանելի եղավ բոլորի համար, հիշեցնեմ, որ մենք տեսաձայնագրում ենք ամսին 9 հաղորդումը, այդ տեքստում ասվում էր, որ ամեն դեպքում սպասելիք կա եկեղեցուց, որ երեխա ունենալու փաստը պիտի կամ հաստատվի կամ մերժվի, եթե ոչ ինչ-որ գործողություններ կարծես թե տեղի պիտի ունենան փոփոխության իմաստով, եկեղեցին փոխելու իմաստով։ Իրականում ոնց եք կարծում, արդյոք այդ գործողությունները որևէ բախման չեն տանի հանրությանն ու եկեղեցուն կամ իշխանության ընտրազանգվածին ու եկեղեցու հետևորդներին եւ ինչ հատեղի ունենում առհասարակ սա ինչ բախում է։ Մեծ առումով եթե վերլուծենք, ապա նույն իշխանության ընտրազանգված էլի եկեղեցու մեծ առումով հետևորդներ են, գոնե ճնշող մեծամասնությամբ հայ առաքելական եկեղեցու եւ այստեղ ես էական հակասություններ չեմ տեսնում, բայց հակասությունը նախ եւ առաջ խնդիրները եկեղեցու մեջ է եւ դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառը այն է, որ հայ առաքելական եկեղեցին առնվազն սովետական միության ժամանակներից սկսած մինչև մեր օրերը, չգիտեմ, միգուցե սովետական միության փլուզումից հետո այդ իներցիայով շարունակել է այն, չգիտեմ, ներքին կազմակերպչական կամ դավանաբանական կամ այլ հարցերը, որոնք կային նախկինում, որոնք արդի պայմաններում, այսինքն անկախ պետության պայմաններում միգուցե պետքա վերանայվեին, վերաշտկվեին եւ այլն։ Եվ մյուս կողմից կա նաև բնականաբար քաղաքական կոմպոնենտը։ Մենք գիտենք, որ եկեղեցին հատկապես գիտեք, թեկուզ դա առաջինն է, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ եկեղեցին ունի նաև նախ պետության հետ հարաբերվելու որոշակի խնդիրներ ինստիտուցիոնալ առումով, որքան էլ որ սահմանադրությամբ եւ եթե չեմ սխալվում 2007 թվականի օրենքով որոշակի փոխհարաբերություններ կարգավորվում են, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ ներկա ժամանակակից պետությունների, ժողովրդավարական պետությունների հետ հարաբերություններում ես կարծում եմ կամ որոշակի վերանայումների անհրաժեշտություն եւ ինչպես նշեցի, իհարկե քաղաքական ենթատեքստը պատմականորեն մեր եկեղեցին ունեցել է քաղաքական դիրքորոշումներ եւ տարբեր ժամանակահատվածներում այդ դիրքորոշումները բնականաբար հակասել են տվյալ ժամանակի իշխանությունների դիրքորոշումների հետ եւ դրանք բերել են որոշակի բախումներ եւ որոշակի հատվածներում էլ ցավալիորեն այնպիսի բախումներ կամ այնպիսի գործընթացներ, որոնք բերել են նաեւ պետականության անկման։ Հիմա շատ են ասում, պարոն Առաքելյան, որ ինչու է եկեղեցին անդադար դեմ խոսում այս իշխանություններին, ինչու է քննադատում, Պարզ է չէ, որ նոյեմբերի 9-ից հետո ոչ ոք չէր կանգնելու եկեղեցուց ու ասեր մենք ծափահարում ենք այն ինչ դուք արեցիք եւ շատ լավ է ամեն ինչ կարգին է 23 թվականից հետո երբ որ հայաթափվեց Արցախը դրանից հետո ոչ ոք չէր ծափահարելու լավ ինչու է իշխանությունը կարծում որ պիտի այդ հարաբերությունները հնարավորին այսպես դրական լինեն պարզ է այդ քննադատությունը պիտի լիներ Ես քննադատությանը կողմ եմ դեմ չեմ բայց այստեղ մենք էլի որոշակի սուբյեկտիվ կարծեք թե մոտեցում ենք դրսևորում եկեղեցին ես կարծում եմ պատմականորեն պետք է վեր կանգնի քաղաքական սիմպաթիաներից եւ նպատակահարմարություններից առավել եւս աշխարհաքաղաքական սիմպաթիաներից եւ այո 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եկեղեցին կարող էր քննադատել իր քննադատական խոսքը բարձրացնել բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ որ 2020 թվականից առաջ կար առնվազն 2 տասնյակից տարիներից ավել պետականության ժամանակահատված եւ եթե խոսում ենք ներկայիս կաթողիկոսի, կառավարման
ժամանակահատվածը, որպես կաթողիկոս 99 թվականից մինչև 2018 թվականը գրեթե 20 տարի է անցել եւ այդ ժամանակահատվածում մենք երբեք չենք տեսել նույն Գարեգին II B կաթողիկոսի եւ Բարսագույն հոգեվոր խորհրդի կողմից այդ անաչառ խոսքը կապված իր քաղաքացիների, իր հոտի հետ։ Մենք գիտենք, որ այդ 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել անարդարություններ առնվազն սոցիալական ոլորտում, առնվազն քաղաքական ոլորտում, առնվազն քաղաքացիների իրավունքների նկատմամբ բռնանալու առումով տվյալ դեպքում ընտրության իրավունքի նկատմամբ եւ այս ամբողջ 20 տարիների ընթացքում մենք տեսել ենք եկեղեցու լուր, այսպես ասենք, կրավորական կեցվածք այդ ամենին եւ միգուցե եթե եկեղեցին այն ժամանակ բարձրաձայներ այդ խնդիրների մասին որպես անաչառ եւ բացառիկ հեղինակություն հայ ժողովրդի ներսում, միգուցե 20 թվականին մենք չհասնենք այն արավիրքին, ինչին որ մենք հասանք։ Ես կարծում եմ, որ այս տեսանկյունից էլ եկեղեցին ինքնագնահատականի խնդիր ունի եւ պետք է պատասխանի այդ հարցին էլ, ապա այդ 20 տարիների ընթացքում նախ պետք է գնահատի նաեւ եթե եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավել, ինքը պետք է նաեւ քաղաքական գնահատականներ տա այդ ժամանակահատվածի համար։ Ինչու է լռել եկեղեցին մի ամբողջ 20 տարի, հասկանալի է թե ինչու է հիմա խոսում եւ արդյոք իսկ ինչու է լռել։ Այդ պատասխանը ես կարծում եմ նախ եւ առաջ եկեղեցին պետք է տա, իսկ թե ինչու է լռել, ես ունեմ միգուցե իմ սուբյեկտիվ կարծիքը, քանի որ եկեղեցին հարմարվել էր այն քաղաքական համակարգին, այն տնտեսա-քաղաքական համակարգին, որ գոյություն ուներ տվյալ ժամանակահատվածում, մենք տեղյակ ենք, որ շատ հոգևորականներ բավականին այսպես շքեղ կյանք են վարել եւ բառի բուն իմաստով եւ փոխաբերական իմաստով։ Մենք տեսել ենք սկանդալներ Բարսագույն հոգևոր դասի ներկայացուցիչների շուրջ, որոնք ներգրաված են եղել տարբեր այսպես ֆինանսական մախինացիաների մեջ եւ այս ամենը ենթադրության առիթ է տալիս ասելու, որ եկեղեցին ուներ այնուամենայնիվ որոշակի նաեւ տնտեսական շահեր եւ ֆինանսատնտեսական շահեր եւ ելնելով այդ ֆինանսատնտեսական շահերից եկեղեցին լռել է այդ ամբողջ ընթացքում, քանի որ կարծեք թե նյութապես եւ եկեղեցին եւ նրա որոշ բարսաշճան անձինք հոգեորականներ կարծեք թե նյութապես իրենց լավ են զգացել եւ այն համակարգը որ գոյություն ունեցել այդ համակարգում այդ համակարգը իրենց համար ձեռնտու է եղել եւ փոփոխելու որևէ անհրաժեշտություն չի եղել չնայած նրան որ հանրության մեջ երբեմն այդ մասին խոսվել է նույնիսկ այդ 20 տարիների ընթացքում։ Այ դուք խոսում եք, որ դուք տեսել եք այդ 20 տարիների ընթացքում ինչա տեղի ունեցել ժողովրդի մեծ մասը ձեզ հետ հավասար տեսել է, վստահաբար Նիկոլ Փաշինյանն էլ է տեսել, թե ինչա տեղի ունենում, բայց իշխանության գալուց 7-8 տարի անց նոր Նիկոլ Փաշինյանը որոշել է խոսել այդ մասին։ Այստեղ խնդիր չեք տեսնում, արդյոք սա ընտրությունների շեմին պայքար չէ եկեղեցու դեմ, ավելի կոնկրետ նաև ընդդիմության դեմ եւ շատ հաճախ ասում են, չէ, ընդդիմությունը ուղիղ կապ ունի, դուք էլ ձեր խոսքում նշեցիք եկեղեցու հետ, սա այդ պայքարը չէ եւ արդյոք ոչ արդար չէ նման ժամանակահատվածում խոսել դրա մասին։ Կարելի է դրա մասին խոսել օրինակ 21 թվականին, կարելի է խոսել 19 թվականին, ինչու այսօր։ Տեսեք, ես այս առումով այո մեղադրում եմ իշխանություններին, որ 18 թվականի հեղափոխությունից հետո, երբ որ շարժում բարձրացավ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու, կարծեք թե իշխանությունները տուրք չտվեցին դրան եւ ականջի հետև գցել։ Ոչ միայն ականջի հետև, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իշխանությունները չցանկացան գնալ սուր հակասությունների եկեղեցու հետ, միգուցե ունենալով տարբեր պատճառներ, այդ թվում նաեւ չսասանելու եկեղեցու հեղինակությունը։ Ես այդ նաև տեսակետն եմ պաշտպանում, բայց քանի որ եկեղեցին իրեն դիրքավորեց որպես քաղաքական դաշտի մաս անդիմադիր թևի, հա, որպես անդիմադիր թև, եւ մենք գիտենք, այո, երբ որ նշեցի 21 թվին, մենք գիտենք հայտնի այդ զինվորականների
ստորագրությունը նամակը, որին հետո նաև հայտարարությամբ, եթե չեմ սխալվում, միացավ նաև եկեղեցին, սա փաստացի ոչ միայն քաղաքական, այլ նաև եկեղեցուն ըստ էության ռազմական հեղաշրջմանը կամ, չգիտեմ, նման ինչ-որ մի բանի մասնակցելու ուրեմն ակտ էր եւ ես կարծում եմ այդ ակտից հետո այո իշխանությունները պետքա լուրջ վերաբերվեին եւ այդ ժամանակահատվածից նաեւ պահանջեին Գարեգին II կամ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հերացումը կրկնեմ ես այս առումով այո մեղադրում եմ իշխանություններին բայց նաեւ այո այսօր 1 տարի է ուղիղ մնացել հերթական ընտրություններին եւ այստեղ պատահական չի այո որ այդ թեման ավելի է սրվել քանի որ եթե եկեղեցին իրան դիրքավորել է որպես քաղաքական թեվ ընդդիմադիր թեվ բնականաբար որպես քաղաքական թեվ ինքը նաեւ գնում է նաեւ իշխանության հետ որոշակի սրումների իշխանությունը փոխելու համար եւ մենք գիտենք որ եկեղեցին բացահայտ այդ կոչերը արել է նշեցի արդեն 21 թվականից առնվազն բացահայտ արել է մենք տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ հենց կաթողիկոսի մայր աթոռի կողմից ակնհայտ եւ թաքնված քողարկված այսպես տողերով իշխանության հրաժարականի պահանջելու եւ նաեւ բնականաբար վերջին այդ կիրանցից սկսված գործընթացները որտեղ ակնհայտ էր եւ ըստ էության եկեղեցին իր հոգեվորականի այլևս դեմքով մասնակցեց քաղաքական գործընթացներին եւ հիմա որպես այսինքն մենք այս խնդրին չենք նայում որպես զուտ հոգեվորական ինչ որ հոգեվոր տեսանկյունից մենք այս խնդիրը պետքա ուսումնասիրենք եւ վերլուծենք որպես քաղաքական երևույթ որքան էլ դրա ներգրաված է հոգեվոր դասը եւ քաղաքական տեսանկյունից այո եկեղեցին որպես քաղաքական թեվ գիտակցում է որ առաջիկայում ընտրություններ են եւ ինքը գնում է սրման իշխանության հետ եւ իշխանությունը նետված ձեռնոցը վերցնում է եւ նույն ձևով պատասխանում է եկեղեցուն եւ կարծում եմ միգուցե նաեւ Հայաստանի վարչապետը եւ իշխանությունները միգուցե ունեցել են նախկինում հաշվարկ այդ կուսակրոնության թեման ուրեմն դաշտ բերել այն ժամանակ երբ որ դա իրենց խիստ անհրաժեշտ է լինելու դա էլ քաղաքական տեխնոլոգիա է դա էլ քաղաքական հաշվարկներ են եւ միգուցե իրենց քաղաքական հաշվարկներում ավելի ճիշտ են դուրս եկել կամ գալու են քան եկեղեցին իր քաղաքական հաշվարկները այսօր տեսնում ենք որ խորհրդանական ընդդիմությունը մեղմ ասած հաշտ չէ եւ այդ բախումները նաեւ իրենց ներսում կան երբ որ ասում ենք եկեղեցին ընդդիմության հետ է որ ընդդիմության նկատի ունենք ում հետ է պայքարը գնում Դրանապես երբ որ ես ասում եմ գոնե որպես քաղաքագետ ընդդիմություն ապա ես դասական առումով տեսնում եմ գաղափարական ընդդիմություն եւ մեծ առումով ես Հայաստանում ցավոք սրտի կամ խորհրդարանում ցավոք սրտի ես չեմ տեսնում նման ընդդիմություն դա նախկին իշխանությունների նախկին նախագահների ուրեմն հովանավորությամբ կամ առաջնորդությամբ ձևավորված այսպես միավորներ են որոնք ցանկանում են ռևանշ ցանկանում են գան իշխանություն եւ այստեղ նաեւ իրենք ունեն իրենց ներխնդիրները ներքին խնդիրները եթե պայմանականորեն այո այդպես համարենք որ խորհրդարանական գոյություն ունի խորհրդարանական ընդդիմություն եւ ում հետ է կաթողիկոսը ես համոզված կարող եմ ասել որ կաթողիկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմի եւ դաշնակցական կուսակցության հետ է ավելին քան Սերժ Սարգսյանի թևի հետ չնայած ցույց են տալիս ընդհանուր այսպես շահագրգռվածություններ կամ ընդհանուր այսպես թիմային պայքար գործող իշխանության դեմ ես կարծում եմ այո ավելի շատ կաթողիկոսին պաշտպանում են երկրորդ նախագահը դաշնակցությունը եւ այդ շրջանակները 26 թվականի խորհրդարանին ինչ պատկեր ենք մենք տեսնելու ըստ ձեզ այն իրավիճակային խմորումները որ այսօր տեղի են ունենում ինչ փոփոխություններ տեղի կունենան եւ ինչի ժողովուրդը պիտի պատրաստ լինի ակնհայտ է որ հիմա եւ իշխանությունները եւ այսպես էլի ասենք պայմանական ընդդիմությունը փորձում են խաղարկել այն սցենարը որը կար 21 թվականին նախկիների եւ ներկաների որը ինչ որ առումով միգուցե երկու կողմին էլ ձեռնտու է զուտ քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից այո խնդիր է դրված ընտրություններում հաղթել թե ինչ տեխնոլոգիաներ կկիրառես դա արդեն մեծ առումով տեխնիկայի հարց է
Եթե այսօրվա ուրեմն դաշտի այսպես ասենք խաղի կանոններով եւ արկա ուժերով մենք փորձենք վերլուծել, ապա պատկերը մեծ առումով կարող է ներկա պատկերից չտարբերվել։ Իհարկե մեկ տարի կա առջևում, դեռևս շատ ջրեր են հոսելու, թե ներքին առումով, թե արտաքին առումով, քանի որ այսօրվա ներքաղաքական գործընթացները մեծապես պայմանավորված են կամ ուրեմն ուղղորդված են արտաքին այն մարտահրավերներով, որոնք Հայաստանի Հանրապետությունը ունեցել է վերջին 4-5 տարիների ընթացքում եւ արտաքին գործընթացները բնականաբար իրենց լուրջ ազդեցությունը կունենան առաջիկա ընտրությունների վրա։ Իհարկե շատ ցանկալի կլինի, որ դաշտում իսկապես լուրջ գաղափարական թիմեր ձևավորվեն այս ընթացքում եւ նաեւ լինի այլընտրանք, այսպես ասենք, ներկաների եւ նախկինների։ Կարծես թե պատերազմից հետո հատկապես 23-ից հետո նոր ուժեր ի հայտ են գալիս։ Տեսեք, նոր ուժեր ի հայտ կարող են գալ, բայց այն գաղափարները, խնդիրները, որոնք իրենք ձևակերպում են եւ մատուցում են հանրությանը, դրանք պետք է լինեն խիստ համոզիչ, դրանք պետք է լինեն խիստ պատճառաբանված։ Շատ կարևոր է թե ովքեր են ներգրաված այդ թիմերի մեջ, քանի որ մեր հանրությունը այնուամենայնիվ այս տարիների ընթացքում քաղաքականապես ավելի հասունացել է եւ կարծեք թե շատ առումներով տարբերում է թացը չորից։ Այստեղ շատ կարևոր է եւ բնականաբար հանրությունը խոսքին հավատում է։ Տեսեք, այստեղ շատ հանրությունը խոսքին միգուցե այդքան չի հավատում, բայց մենք ունենք այն ինչ որ ունենք, մենք ունենք ժողովրդավարական գործընթացներ, ունենք ընտրություններ եւ հանրությունը պետք է ընտրություն կատարի։ Եվ այնուամենայնիվ հանրության ինչ որ մի զանգված գալու է ընտրատեղամասեր իր համոզմունքին համաձայն ընտրի եւ իհարկե ընտրության չմասնակցելն էլ ընտրության մասնակցելու ձև է, այսինքն բոյկոտի քաղաքական գործընթացներին մասնակցելու ձև է, բայց միևնույն ժամանակ այն զանգվածը, ովքեր կմասնակցեն, իրենք պետք է ընտրեն ըստ այդ խոսքերի, ըստ այդ գործերի, ըստ իրանց հիասթափությունների եւ չգիտեմ ողջավորությունների, եւ այս առումով այո, այն թիմերը, ովքեր կձևավորեն, իրանք պետք է լինեն խիստ իրենց գաղափարները խիստ արդիական եւ խիստ պատճառաբանված։ Որոնք են այսօրվա արդիական խնդիրներն ու հարցերը, որոնք պիտի հանրությանը մտահոգի, պիտի խորհրդարանում քննարկվի եւ օրակարգի թիվ 1 հարցը լինի։ Օրակարգի թիվ 1 հարցը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է եւ այդ անվտանգությունը ապահովելու միջոցները, հնարավորությունները ու մեծ առումով խաղաղությունը։ Այսօր իմ անձնական շփումները ցույց են տալիս տարբեր մարզերում եւ այդ թվում նաեւ Երևանում, որ այսօր հանրությունը այդ խաղաղության կարիքը մեծապես զգում է եւ այն ուժը, ով համոզիչ կլինի խաղաղություն բերելու հարցում որպես համար առաջին օրակարգ, այն ուժը, ով համոզիչ կլինի անվտանգություն բերելու առումով, ես կարծում եմ այդ ուժը շատ ավելի մեծ հնարավորություն կունենա առաջիկա ընտրություններում հաղթելու։ Ու համենայն դեպս մեծ ձայներ ստանալու։ Նիկոլ Փաշինյանը համոզիչ է այդ մասով։ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրակարգ ունի, բայց տեսեք, երբ որ ես ասում եմ կան ընդդիմադիր ուժեր կամ այլ ուժեր, այս առումով մյուս ուժերը այլ բան չեն առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը ունի հստակ ծրագիր, ասում է, մենք ունենք 17 կետով համաձայնեցված խաղաղության փաստաթուղթ եւ մեր օրակարգը սա է, գնում ենք խաղաղության։ Դա մյուս ուժերին դուր է գալիս, դուր չի գալիս, հասարակության մի մասին դուր է գալիս, դուր չի գալիս, դա օրակարգ է, որը առաջարկվում է եւ ունեն իրենց պատճառաբանությունները, ունեն իրենց հիմնավորումները, սակայն սրան, երբ որ ես ասում պետք է իրենց փաստարկված լինի, նրանք ովքեր համամիտ չեն այդ օրակարգին կամ Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգին, իրանք պետք է առաջարկեն իրենց օրակարգը, որը այսօր չի երևում, որը կամ մի մասը, որը համաձայն է էլի քաղաքական դաշտի մի թեւ, որը համաձայն է էլի Նիկոլ Փաշինյանի օրակարգին, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակիցը չի կամ թիմից չի, եւ կամ մյուս զանգվածը, որը ասում է դա, չգիտեմ, ոչ պատվաբեր խաղաղություն է, մենք գալու ենք, իրենք ասում են մենք գալու ենք, բայց շարունակությունը չկա։ Երբ հարց է տալիս, օրինակ դուք գալու եք, չեղարկելու եք այդ համաձայնեցված 17 կետերը, կամ դուրս եք գալիս նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթից, կամ
ինչպես եք ձևակերպելու խաղաղության ձեր տեսլականը կամ ընդհանրապես դուք ունեք խաղաղության տեսլական, թե ձեր նպատակը էլի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ պատերազմ սանձազերծելն է կամ պատերազմի գնալն է, այս հարցերի պատասխանը չկան։ Եվ սա է, որ հանրության մոտ վախեր է բերում եւ սա բացասական կերպով է ազդելու իրենց հետագա ձայների ու էլեկտորատի վրա։ Բայց ակնհայտ է, չէ, ով է լինի իշխանության 26 թվականից հետո պիտի բանակցի Ադրբեջանի հետ, առանց բանակցությունների հնարավոր չէ։ Ինչ ձևաչափով կարելի է բանակցել, որ հանրությունը գոհ մնա եւ պետության օգտին լինի։ Այսինքն ինչ բանակցել, եթե 17 կետերի մասին ենթադրենք մոռանում ենք, իրականում չգիտենք էլ այդ կետերը ինչի մասին են, օդում վերցրած միայն կարող ենք պատկերացում կազմել, թե ինչի շուրջ են եղել բանակցությունները, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ ով հաղթել է 20 թվականի պատերազմում, շարունակում է հաղթանակներ տանել, տնտեսական իմաստով լավ վիճակում է, հարաբերությունները դաշնակցային իմաստով լավ են, վատ չեն, մեր դաշնակցի հետ անգամ ունի բավականին լավ հարաբերություններ, այդ ֆոնին մենք ինչ պիտի ակնկալենք։ Տեսեք, այդ ֆոնին նախ եւ առաջ այո բնականաբար պետք է բանակցել Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկու հարևաններ, որոնց հետ մենք ունենք այսօր հարաբերություններ եւ ունենք փակ սահմաններ։ Երբ որ դու ձևակերպում ես քո օրակարգը, նախ եւ առաջ դու պետք է ձևավորես քո օրակարգը։ Այսինքն քո օրակարգով գնաս Ադրբեջանի հետ բանակցելու, սեղանին դնես այն թուղթը կամ ձևակերպված քո մտքերը հարաբերությունների վերականգնման կամ հարաբերությունների, չգիտեմ, հաստատման ու այդ գաղափարների շուրջ սկսես բանակցել, հասնես այն կետին, որտեղ համընկնում են երկուստեք շահերը կամ համընկնում են ինչ որ մի բալանսի ես բերում եւ այդտեղ դու արդեն հասնում ես հարաբերությունների կարգավորման այն կետին, որից հետո պետքա ստորագրես որևէ փաստաթուղթ։ Հիմա մեր քաղաքական ուժերի զգալի մասը չունի այդ ձևակերպված օրակարգը։ Ես կրկնեմ, ելի երբ որ հարցնում ես, մարդիկ չունեն պատասխան։ Ադրբեջանի հետ ներկա իրավիճակում գնալ կոնֆլիկտի, ես կարծում եմ դա կարող է կործանարար լինել Հայաստանի Հանրապետության։ Բայց իշխանը չի կարելի գնալ։ Բնականաբար Ադրբեջանը հաղթող կողմ է, բնականաբար Ադրբեջանը կցանկանա ուրեմն ստանալ շատ ավելին, սակայն միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում եւ նույնիսկ այսօր Ադրբեջանը այլևս չունի այն հնարավորությունները առնվազն ռազմական ճանապարհով լուծել հարցեր, որոնք կարող է լուծել օրինակ 3, 4, 5 տարի առաջ։ Եվ հետեւաբար այստեղ թերևս ամենակարևոր խնդիրներից մեկը մեր ներքին պոտենցիալի զարգացումն է։ Երբ որ մենք ասում ենք հարաբերությունների կարգավորում, մենք նկատի ունենք կոմպլեքս հարցեր, ներքին պոտենցիալի զարգացում եւ ռազմական պոտենցիալի զարգացում եւ տնտեսական պոտենցիալի զարգացում եւ դիվանագիտական պոտենցիալի զարգացում, մենք պետքա դուրս գանք այդ բացառիկ փրկչի կամ բացառիկ ուրեմն դաշնակցի փնտրտուքներից, այդ 100-ամյա փնտրտուքներից, լավ հարաբերություններ ունենանք եւ Ռուսաստանի հետ եւ միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունենանք աշխարհի տարբեր գերտերությունների ու տարածաշրջանային խաղացողների ու բնականաբար մեր հարևանների հետ։ Ռուսաստանը, բայց կարծես թե այդքան էլ կողմ չէ, որ մենք սերտ հարաբերություններ ունենանք այլոց հետ։ Ո՞նց ենք դա անելու։ Դե գիտեք, որ թողնենք Ռուսաստանին, մենք ընդհանրապես պետքա Դե կարծես թե իշխանությունները հետ են վերադառնում այն դաշտ, որ ամեն դեպքում պիտի լավ լինի Ռուսաստանի հետ։ Տեսանք չէ Լավրովի այցը բավականին այսպես տեսեք այցով, բայց այդ այցերը պետքա որոշակի արդյունք գրանցեն։ Տեսեք, երբ որ խոսվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այդ վատթարացման մասին, ապա պետք է փաստենք, որ այդ հարաբերությունները չեն վատթարացել Հայաստանի Հանրապետության ջանքերով, որպեսզի էլի նորից չանդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականից, ավելին ասեմ, մենք կարանք հետ վերադառնանք դեռևս 2016 թվականը քարորիա պատերազմը եւ այլն, ավելի հետ գնանք Ռուսաստանի 2005-ից 7 թվականներին, երբ որ սկսեց Ադրբեջանի զենքի մատակարարումները, այսինքն այս կոմպլեքս հարցերը մենք կարող ենք էլի հիմա քննարկել ու ցույց տալ ապացուցել, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտականությունները, պարտավորությունները, չհաշված որ մենք
առնվազն 21 թվականից մոտ 400 միլիոն դոլարի զենքի սպառազինության վճար են կատարել եւ Ռուսաստանը դա չի մատակարարել եւ տեսեք Լավրովը նույն իր այցի ժամանակ Հայաստանում հայտարարում է որ գիտեք մենք այդ գումարը վերա չգիտեմ ձևակերպել ենք այլ խնդիրների այսինքն հերիքչի գումարը իրենք վերցրել են մի հատ էլ այդ գումարը ինչ որ ուղղում են պարտքերի Հայաստանի եւ այլն դա այն պարագայում երբ որ Հայաստանը պարտաճանաչ կերպով սպասարկում էր իր վարկային ուրեմն միջոցները եւ այդտեղ որևէ խնդիր չկա դա այն պարագայում երբ որ Հայաստանը այսօր ֆինանսական ռեսուրսների կարիք ունի զենք եւ զինամթերք գնելու Ռուսաստանը այդ գումարը արդեն 4-րդ տարին եւ ավելին սառեցրած պահում է տեսեք մի օրինակ բերեմ եթե այդ գումարը ոչ մի բան չանեինք Հայաստանի Հանրապետությունը գումարը ավանդի կերպով դներ որևէ միջազգային բանկում կամ տեղական բանկերում իմ հաշվարկներով շուրջ արդեն 80 միլիոն դոլարի եթե օրինակ 3-4% դրույքով այդ վարկը դրվեր որևէ բանկում հայաստանյան արդեն այս 4 տարիների ընթացքում Հայաստանը լրացուցիչ 70-80 միլիոն դոլարի եկամուտ կստանար այսինքն մենք տեսնում ենք որ Ռուսաստանը շահագրգռված չի եւ գործնական քայլեր չի իրականացնում Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար եւ նույն Լավրովի այցին ես սպասում եի ակնկալում եմ որ որևէ այսպես խելամիտ ինչ որ առաջարկներ կարվեն բայց ինչպես միշտ մենք տեսանք էլի ռուսական այդ մոտեցումը այ Ֆրանսիան մեծ թշնամի է դուք որոշեք Ֆրանսիայից զենք կառնեք թե չէ կառնի կրեք եթե մենք որոշել ենք որ ձեզանից պետքա առնեինք մենք որոշել ենք 21 թվին որ մեր բանակը պետքա վերափոխվեր ձեր օգնությամբ եւ ձեր մոդելով այդքանից հետո երբ որ վճարում է կատարվում եւ դուք մեղմ ասած գցում եք Հայաստանին եւ գումարն եք վերցնում եւ զենքը չեք տալիս այդ պարագայում մենք ինչպիսի երաշխիքներ ունենք որ օրինակ վաղը տարբեր հարցերում այդպես չի լինելու նույն օրինակ ատոմակայանի հետ կապված չէ շատ է խոսվում որ ռուսական Ռոսատոմը կառուցի այդ ատոմակայանը պատկերացրեք մի իրավիճակ երբ որ դա տրվում է Ռոսատոմին եւ սկսում է շինարարությունը կառուցման գործընթացը եւ ասենք 3-4 տարի հետո Ռոսատոմը էլի որոշում է որ ինքը այտենց ռեսուրսներ չունի ինքը էլի պատերազմի մեջ է կամ չգիտեմ տարբեր պատճառաբանություններով ռուսական հայտնի ինքը չի կարողանում շարունակել ատոմակայանի շինարարությունը մենք կանգնելու ենք ռազմավարական կոլապսի առաջ կապված էներգետիկ անվտանգության հետ ու այսպես շարունակ եւ այստեղ ամենակարևորը թերևս որպեսզի մենք հասկանանք արդյոք Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ վերականգնել հարաբերությունները քանի որ միգուցե Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ པարզ պատճառներով դա Ռուսաստանի տեսանկյունից օբյեկտիվ է քանի որ Թուրքիան խոշոր գերտերություն է տարածաշրջանային Ադրբեջանը լուրջ աշխարհագրական դիրք ունի եւ էներգետիկ ռեսուրսներ ունի եւ այսօր մասնակցում է ռուսական գազի եւ նավթի վերաարտահանմանը եվրոպական շուկաներ որով ֆինանսավորվում է ռուսական պատերազմը Ուկրաինայի դեմ այդ տեսանկյունից բնականաբար Ռուսաստանի համար Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի ցանկալի գործընկերներ է եւ այստեղ էլ մենք պետքա մեր պատրանքներից մի փոքր ներքև իջնենք պետքա դառնալ ցանկալի գործընկեր հա պետքա դառնալ ցանկալի գործընկեր եւ ամեն վարքյան չգնալ եւ այսպես ընկնել Ռուսաստանի ոտքերը ինչ որ բան խնդրելու մենք պետքա այո որոշակի գործոն դառնանք իսկ այդ գործոն դառնալու համար այո պետքա հարաբերություններ հաստատենք եվրոպական միության տարբեր երկրների հետ պետքա Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, որպեսզի Ռուսաստանում հասկանա, որ այդ պետությունը չի, որ ժամանակին ասում են կուդա անի ձենուցա։ Այսինքն սա պետություն է, որը հետաքրքրություններ ունի եւ որի նկատմամբ այլ խաղացողներ ունեն հետաքրքրություններ։ Եվ այդ մրցակցության պայմաններում լավ առաջարկներ կանի, մենք կհամագործակցենք այդ կողմի հետ բնականաբար։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ թարմուղեղով իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Շարունակեք հետևել Գործարարալիքին, լսել թարմուղեղով զրույցները։ Մենք կհանդիպենք